Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ, մեր ոդկասթի տաղավարում հյուրընկալել ենք ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին։ Փոխնախարարի հետ կզրուցենք հարկային համակարգի իրականացված փոփոխությունների արդյունքների ու սպասվող նորությունների մասին։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Սիրով շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Պողոսյան, արդեն տևական ժամանակ է, ինչ նեղացել է միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսների շրջանակը, բարձրացրել է շրջանառության հարկի դրույքաչափը, թեև նախարարությունը պետությունը պնդում է, որ այս փոփոխության արդյունքում բիզնեսի բեռը դեռ մի բան էլ նվազեցվել է, քանի որ թեթևացել է, քանի որ նվազեցման հնարավորություն է տրված։ Սակայն փոքր ու միջին բիզնեսից դժգոհություններ դեռ շարունակում են հնչել, որոշները պնդում են, որ նույնիսկ փակման վտանգի տակ են։ Այս մեկ տարվա փոփոխությունների արդյունքում ինչ արձանագրումներ է կարել, հնարավոր է, որ վերանայում իրականացվի։ Շնորհակալություն։ Խոսելով հարկման այլընտրանքային կամ արտոնյալ համակարգերում կատարվող փոփոխությունների մասին, թերևս ճիշտ կլինի առանձին դիտարկել շրջանառության հարկի համակարգը եւ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգը։ Շրջանառության հարկի համակարգում կատարված փոփոխությունները հետևյալի մասին են եղել։ Իրացման շրջանառությունների նկատմամբ կիրառվող հարկի դրույքաչափերը բարձրացվել են, բայց զուգահեռաբար հարկ վճարողներին հնարավորություն է տրվել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի որոշակի տոկոսը նվազեցնել շրջանառության հարկի գումարից։ Նպատակն այն է, որ նվազեցվի այն հարկ վճարողների հարկային բեռը, որոնք իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորում են, եւ զուգահեռաբար բարձրացվի այն հարկ վճարողների բեռը, որոնք իրենց ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորում։ Ընդ որում բարձրացմանը այստեղ պետք է որոշակի վերապահումով վերաբերվել այն իմաստով, որ բարձրանալով հանդերձ շրջանառության հարկի գծով բեռը շարունակում է մնալ ավելի ցածր, քան նույն գործունեության տեսակը հարկման համակարգում կազմակերպելու պարագայում առաջացող ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հանրագումարային բեռն է։ Եվ իրականում այն կանխատեսումները, որոնք դրվել էին այս օրենսդրական նախաձեռնության հիմքում հարկային բեռի վերաբաշխումների առումով, կարելի է ասել 100%-ով հիմա արդեն փաստարկված են որպես իրողություններ։ Հիմա եթե թվերի լեզվով խոսելու լինենք, եւ դուք եւ մեր հեռուստադիտողները կամ մեզ ունկնդրողները կհամոզվեն, որ հարկային բեռի վերաբաշխումը կատարվել է շատ հիմնավոր եւ արդար տրամաբանությամբ։ Մասնավորապես մինչև նշված օրենսդրական փոփոխությունները, օրինակ առևտրական առք ու վաճառքի գործունեության մասով նվազագույն 1.5% դրույքաչափով հարկ վճարում էր առևտրական գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողների 37%, կամ շուրջ 9200 տնտեսավարող սուբյեկտ։ Այս փոփոխության արդյունքում մինչև 1.5%, ընդ որում սա կարևոր է, ինչու մինչև 1.5%, որովհետև հնարավորություն է տրվել անգամ հարկը նվազեցնել նախկին հարկի մակարդակից, որովհետև նախկին համակարգում նվազագույն բեռը 1.5% էր, նոր համակարգում նվազագույն բեռը 1% է։ Եվ մենք ունենք բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք ամբողջությամբ փաստաթղթավորում են իրենց ծախսերը, ինչի արդյունքում նրանց հարկը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է։ Հիմա նախկին 37%-ի դիմաց մինչև 1.5% դրույքաչափով շրջանառության հարկ վճարում են արդեն 59% հարկ վճարողների, այսինքն 22%-ով աճել է այն հարկ վճարողների թիվը, ովքեր հարկը հաշվարկում են նվազագույն չափով։ Եվ բացարձակ թվով նրանց թիվը ավելի քան 21000 հարկ վճարողներ են։ Այս առումով շատ տրամաբանական է այս փոփոխությունը, որովհետև այն հարկ վճարողները, ովքեր իրենց ծախսերը փաստաթղթերով հիմնավորում են, հարկային մարմնին հնարավորություն են տալիս իրականացնելու ավելի արդյունավետ վարչահարություն։ Ինչու՞, որովհետև ավելի մեծ հարկ վճարողները, որոնք հիմնականում արտադրողները եւ ներմուծողներն են, եւ իրենց ապրանքները վաճառում են շրջանառության հարկ վճարողներին, արդեն փաստաթղթավորում են իրենց իրացումները։ Եվ այս ճանապարհով նոր հարկման բազաներ են ի հայտ գալիս եւ նոր հարկային պարտավորություններ են կատարվում պետական բյուջեի նկատմամբ։ Իսկ 1% քանի տոկոսն է վճարել, կարողացել նվազեցնել։ Օրինակ առևտրական գործունեության ոլորտում շուրջ 10%-ը հարկ վճարողների գործում են 1%-ի միջակայքում։ Մի փոքր ավել կամ մի փոքր պակաս, բայց այդուհանդերձ հաստատապես ավելի ցածր հարկային բեռով
քան նախկինում էին գործում, որովհետև նախկին հարկային բեռի նվազագույն շեմը 1.5% դրույքաչափն էր։ Պարոն Պողոսյան, այդ դեպքում ինչու են շարունակվում դժգոհությունները։ Գուցե փաստաթղթային դժվարությունների են բախվում տնտեսվարողները։ Մեր համոզմամբ դժգոհություն եթե կա, ապա այդ դժգոհությունը այն շրջանակներից է, ովքեր չեն ցանկանում վերանայել իրենց բիզնես մոդելը եւ սկսել ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով, որովհետեւ սա էլ իր պատճառն ունի, իհարկե մեզ համար անընդունելի, բայց այդ պատճառը, այդ վարկածը հետեւյալն է. ինչու պետք է հարկ վճարողը չցանկանա իր ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով։ Մի պարզ պատճառով, որ այդ ձեռքբերումները չվերագրվեն իրեն եւ ինքը ստիպված չլինի հետագայում դրա վաճառքը օրինական ճանապարհով ձևակերպել եւ հայտարարել, որովհետեւ այդ դեպքում այս շրջանառության հարկի համակարգում գործող հարկ վճարողներից շատերը կհատեն իրացման շրջանառության տարեկան առավելագույն 115 միլիոն դրամի շեմը եւ կհայտնվեն ավելացված արժեքի հարկման համակարգում։ Այսինքն սա նրանց մղում է, որպեսզի եւ ձեռքբերումները չփաստաթղթավորեն եւ իրացումները չփաստաթղթավորեն, բայց բնականաբար սա անընդունելի մոտեցում է կառավարության համար եւ հարկային մարմինը շարունակաբար իր վարչարական գործիքակազմը, այդ թվում վերլուծական կարողությունները զարգացնելով հետևում է իրացման շրջանառությունների իրական ծավալների հայտարարագրմանը, որպեսզի այն հարկ վճարողները, որոնք իրականում փոքր չեն, պարզապես իրացման շրջանառությունների թեր հայտարարագրմամբ կամ օրինակ բիզնեսի մասնատմամբ հայտնվել են իրենց համար չնախատեսված ցածր հարկային բեռի միջավայրում եւ դրանով իսկ նաեւ անհավասար մրցակցության մեջ են մտել իրապես փոքր հարկ վճարողների հետ, պետք է ինչ-որ պահի դուրս բերվեն այս համակարգից։ Պարոն Պողոսյան, ֆինանսների նախարարությունը հաճախ է խոսում, նշում այն մասին, որ փուլ առ փուլ նեղացնելու է արտոնյալ համակարգերի շրջանակը եւ ընդլայնելու հարկման ընդհանուր համակարգը, ինչպես արդեն նշեցիք, ձեր կարծիքով սա ստվերի հնարավորություն է տալիս, այսինքն խոշոր բիզնեսը արհեստականորեն տրոհվում է կամ մանրերը արհեստականորեն չեն զարգանում, որպեսզի տեղավորվեն արտոնյալ հարկման շրջանակում։ Հիմա այս փոփոխությունների արդյունքում որքանով է հնարավոր եղել նվազեցնել ստվերը եւ ստվերի կրճատման ուղղված այլ ինչ նախաձեռնություններ են սպասվում այս տարվա ընթացքում։ Շատ լավ հարց է, այո, մենք մշտապես բոլոր հնարավոր առիթներն օգտագործելով հայտարարում ենք, որ հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման այլընտրանքային, իսկ եթե ավելի ճիշտ անվամբ կոչենք, ապա հարկման արտոնյալ համակարգերի կիրառության շրջանակը նեղացնելուն։ Ինչու ենք այս երկու եզրույթը բարբերաբար օգտագործում, որովհետև ի սկզբանե նրանք այս համակարգերը ներդրվել են որպես հարկման հիմնական համակարգին այլընտրանք համակարգ ձևավորելու հիմնավորմամբ, նպատակադրմամբ, բայց անգամ ներդրման փուլում եւ հիմա արդեն ավելի վստահ մենք գիտենք, որ դրանք արտոնյալ համակարգեր են, որովհետև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում ընդհանրապես բիզնես հարկեր չեն վճարվում տարեկան իրացման շրջանառության մինչև 24 միլիոն դրամի շրջանակներում, իսկ շրջանառության հարկի համակարգում վճարվող հարկը իր արդյունավետ դրույքաչափով էականորեն երբեմն 2-2.5-3 անգամ ավելի ցածր է, քան գործունեության նույն տեսակը հարկման ընդհանուր համակարգում կազմակերպելու պարագայում կլինի ԱԱՀ-ի ու շահութահարկի հանրագումարը։ Հիմա խոսելով ստվերի մասին պետք է երևի կրկին երկու մասի բաժանել պարզ տարբերակը ստվերի, երբ որ գործարքները չեն հայտարարագրվում եւ դրանց մասով հարկման բազաները չեն հայտարարագրվում, հարկային պարտավորությունները չեն կատարվում, դուք նշեցիք նաեւ մեկ այլ դրսևորում, երբ որ արհեստականորեն են մասնատվում, իհարկե կան ավելի հարկային պլանավորման սխեմաներ, մեխանիզմներ, երբ որ հարկման արտոնյալ համակարգերում գործող հարկ վճարողները փաստաթղթեր են դուրս գրում հարկման ընդհանուր համակարգում գործող հարկ վճարողների անվամբ, իրենք կամ հարկ չեն վճարում կամ շատ քիչ հարկ են վճարում, որովհետև գործում են ցածր հարկային բեռի միջավայրում, բայց դիմացի կողմերը արդեն որպես լիարժեք հարկ վճարողներ, ավելացած արժեքի հարկ վճարողներ, այդ փաստաթղթերի հիման վրա նվազեցնում են իրենց շահութահարկով հարկման բազան։ Եվ միայն այս խողովակի պատճառով տասնյակ միլիարդավոր դրամներ պետական բյուջեն կորցնում է,
Այս եղանակով փաստաթղթեր են դուրս գրվում եւ իրական գործարքների համար, այսինքն իրականում կատարվում են այդ գործարքները, փոքրերը սպասարկում են մեծերին եւ նաեւ լինում են դեպքեր, որ անապրանք փաստաթղթեր են դուրս գրում, այսինքն գործարքները իրականում չեն կայանում, բայց կողմերի միջև ձևականորեն փաստաթղթեր են կազմվում։ Թերևս սա էր պատճառը, որ մենք սկսեցինք միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից եւ այն դարձրեցինք այսպես կոչված B2C, այսինքն այն տրամաբանությամբ, որ սպասարկի միայն քաղաքացիներին, ազգաբնակչությանը, կամ ասել է թե միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դուրս գրվող փաստաթղթերը դադարեն հիմք լինել շահութարկ վճարողների մոտ հարկման բազան նվազեցնելու համար։ Բնականաբար շրջանառության հարկի համակարգը ներկա նկարագրությամբ, այսինքն չափազանց բարձր շեմով, որովհետև 115 միլիոն դրամ տարեկան իրացման շրջանառության շեմը իրոք աշխարհում ամենից բարձր շեմերից է։ Բնականաբար բարբերաբար մենք հայտարարություններ ենք արել այն մասին, որ այս նկարագրությամբ այս համակարգը երկար չի պահպանվելու եւ մեր նպատակը հարկման համակարգերը առհասարակ բարձրացնելն է, դրանց թվականակը կրճատելը եւ հարկման ընդհանուր համակարգի կիրառության շրջանակը ընդլայնելը։ Ինչու՞, որովհետեւ այդ դեպքում է, որ մենք ունենք հարկման հավասար մրցակցային պայմաններ, այդ դեպքում է, որ մենք ունենք փաստաթղթաշրջանառության ամբողջական շղթա եւ նաեւ գործարքների թափանցիկություն։ Այս առումով այս տարի սպասում են դրույքաչափերի փոփոխություններ, շեմի փոփոխություն։ Այս տարի ոչ, մենք հիմա առհասարակ ոչ միայն հարկման համակարգերի, այլ առհասարակ հարկային քաղաքականության հայեցակարգային քննարկումների փուլում ենք, կարելի է ասել, տարբեր ուղղություններով հարկային քաղաքականության առնչվող հարցեր ենք քննարկում, սկսած ավելացված արժեքի հարկի արտոնությունների շրջանակից, վերջացրած օրինակ, չգիտեմ, ներդրումային գրավչություն հաղորդող գործիքակազմի ներդրումից, գույքային հարկերի հետ կապված հարցեր հիմնականում ոչ անշարժ գույքին վերաբերող ավելի շատ փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող հարցեր, այսինքն մենք հայեցակարգային քննարկումների փուլում ենք, նպատակ հետապնդելով կամ վերահաստատել մեր քաղաքականությունները, այսինքն համարել, որ այն ճանապարհը, որը ընտրված է, հիմնավոր է, համապատասխանում է ժամանակակից պահանջներին, կամ եթե ոչ, ապա ինչ վերանայումներ պետք է կատարվեն։ Նախատեսում ենք, որ առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի ֆինանսների նախարարության մշակած հարկային քաղաքականության փոփոխությունների հայեցակարգը, որը առաջիկա տարիների քաղաքականության փոփոխությունների այսպես ուղենիշը կլինի, բայց այս պահին դեռ վերջնական որոշումներ կայացված չեն, կարծում եմ դեռ առիթ կլինի այս մասին խոսելու։ Պարոն Պողոսյան, տնտեսվարողները նաև հաճախ են բողոքում հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխություններից, նաև նախարարն էր նկատել, որ նրանց ավելի շատ անհանգստացնում է ոչ թե դրույքաչափը, այլ հաճախակի փոփոխությունները։ Այս հայեցակարգը որքանով է կարողանալու կանխատեսելի դարձնել հարկային համակարգը մեր բիզնեսի համար։ Իրոք մենք ունենք այդպիսի խնդիր եւ մենք արդեն ունենք նաև լուծումներ այս խնդիրը հասցեագրելու իմաստով, բայց կրկին փոփոխությունները երկու խմբի պետք է բաժանել։ Առաջին խումբը հենց քաղաքականության փոփոխություններն են, այսինքն երբ որ արտոնությունների շրջանակ է վերանայվում, հարկման դրույքաչափեր են վերանայվում, հարկման համակարգերում են փոփոխություններ կատարվում եւ այլն, որոնք անմիջականորեն իրենց արտացոլանքն են գտնում հարկային բեռի մեջ։ Հարկային բեռը բարձրանում կամ նվազում է եւ այս առումով կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայր ունենալը իրապես շատ կարեւոր է բիզնեսի համար։ Եվ կան փոփոխությունների երկրորդ խմբի մեջ եղած ուղղություններ, երբ որ կամ վարչարական նշանակության ինչ-որ ընդհանցակարգային հարցեր են կարգավորվում, հստակեցումներ են կատարվում օրենսգրքում, հաշվետվողականության համակարգն է կատարելագործվում, որովհետև մի առանձին ուղղություն է այն, որ մենք փորձում ենք հիմա ավելի ինքնաշխատ դարձնել մեր հարկման համակարգերը, հաշվետվական գործիքակազմը եւ այլն, եւ երկու ուղղությամբ էլ շատ կարեւոր է, որ օրենսդրությունը լինի կայուն եւ կանխատեսելի,
Մենք ուսումնասիրել ենք այս խնդրի լուծման միջազգային լավագույն փորձը, նաև փորձագետներ ենք հրավիրել արտերկրից եւ մտադիր ենք այսպես կոչված սինխրոնացնել եկամտային եւ ծախսային քաղաքականությունները, երբ հարկային քաղաքականության փոփոխությունները որպես բյուջեի եկամուտների վրա ազդող կարևոր գործոն կատարվում են ծախսային քաղաքականությանը զուգահեռ, այսինքն այսպես կոչված սոցիալական կոնտրակտ է առաջարկվում կառավարության կողմից հասարակությանը կամ կառավարության կողմից ազգային ժողովին, այն իմաստով, որ ներկայացվում են առաջարկություններ եւ հարկային քաղաքականության վերանայման, օրինակ ինչ որ հարկի գծով դրույքաչափի բարձրացման, որը կգեներացնի այսքան եկամուտ եւ միաժամանակ հանձնառություն է ստանձնվում այն մասին, որ այդ հավաքագրված լրացուցիչ հարկային եկամուտը կարող է ծախսվել այս կամ այն բյուջետային ծրագրի շրջանակներում լուծելով այս կամ այն խնդիրը։ Եվ այս երկու առաջարկը ըստ էության մի կետում են քննարկվում սինխրոն։ Սա շատ կարևոր է եւ մեր ֆիսկալ տարածքը ճիշտ կառավարելու եւ պետական պարտքի մակարդակը ճիշտ կառավարելու եւ առհասարակ մեր ծախսային առաջնահերթությունները սահմանելու եւ դրանք եկամուտներով ֆինանսավորելու տեսակետից։ Եվ մենք մտադիր ենք այդ կառուցակարգը ներդնել մեր բյուջետային գործընթացում, որպեսզի տարվա մեջ մեկ անգամ լինեն հարկային քաղաքականության փոփոխությունները եւ դրանք լինեն այնպիսի ժամկետում, որ հարկ վճարողները եւ հարկային մարմինը ունենան բավարար ժամանակ պատրաստվելու համար այս փոփոխություններին եւ դրանց կիրառությանը միջազգային պրակտիկայում այս համակարգը հայտնի է այսպես կոչված tax bill անվամբ։ Հիմա մենք այս համակարգի ներդրման ուղղությամբ ենք աշխատում։ Պարոն Պողոսյան, ինչպես գիտենք, այս տարի սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ ընտրապայքարում քաղաքական ուժերի առանցքային թեմաներից մեկը, ինչպես գիտենք, լինելու են հարկերը։ Ընտրապայքարի մեջ գտնվող ուժերից մեկը արդեն հայտարարել է, որ պատրաստվում են փոքր ու միջին բիզնեսը ազատել հարկերից։ Այս առումով ինչ կարող եք ասել, սա ինչքանով է իրատեսական եւ գործնականում ինչ ազդեցություն կարող է ունենալ պետական բյուջեի վրա։ Այո, կարող են լինել այդպիսի քննարկումներ, այդպիսի օրակարգեր։ Մենք անկեղծ կարծում ենք, որ հարկ վճարելը փիլիսոփայության առումով քաղաքացիական պարտքի կատարման առումով շատ կարևոր երևույթ է եւ բոլորը պետք է հարկեր վճարեն։ Անկամ խորհրդանշական չափով, բայց պետք է վճարեն։ Եվ այս քաղաքականությունը մենք վերջին շրջանում, վերջին տարիներին իրացնում ենք։ Սա կարևոր է, որպեսզի հարկ վճարողները լինեն դրանք ֆիզիկական անձինք, կազմակերպություններ, ընկալեն, որ իրենք մասնակցում են հանրային ռեսուրսի ձևավորման, այսինքն հանրային կյանքի մասնակից են։ Եվ ըստ այդմ նաև պահանջատեր են, որպեսզի այդ հանրային ռեսուրսը ծախսվի ճիշտ առաջնահերթություններով, թափանցիկ, հաշվետվողական, նպատակային, այս առումով հարկեր վճարելու մշակույթի ամրապնդումը չափազանց կարևոր է։ Մյուս դիտարկումն այն է, որ մենք ինչու ենք շրջանառության հարկի համակարգը կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը վերանայում, որպեսզի այդ ճեղքը, որը մենք ունենք այս համակարգերում ձևավորվող հարկային բեռի եւ հարկման ընդհանուր համակարգում եղած հարկային բեռի, որը ինչպես արդեն առիթ եղավ նշելու մի քանի անգամ է, կրճատենք, նվազեցնենք։ Ինչու, որովհետեւ եթե օրինակ շրջանառության հարկի համակարգում 3 անգամ ավելի ցածր հարկային բեռ է նշանակված, քան հարկման ընդհանուր համակարգում, բնականաբար հարկ վճարողները, որոնք պետք է լինեն հարկման ընդհանուր համակարգում, փորձում են ամեն կերպ հայտնվել ավելի նվազ հարկային բեռով միջավայրում, որպեսզի այդպես չլինի, մենք փորձում ենք համահարթեցնել այս համակարգերի հարկային բեռը։ Դեռևս մենք չենք հասել այն կետին, որ կարողանանք ասել, որ համահարթեցրել ենք։ Ու հիմա, երբ որ շրջանառության հարկի համակարգում լինի 0% հարկ, կնշանակի, որ ճեղքը նորից մեծացավ։ Սա իր հետևից բերելու է նշված երևույթը շատ ագրեսիվ, երբ որ հարկման ընդհանուր համակարգում գործողները տեսնելով, որ կա հնարավորություն մասնատվելու եւ հարկ չվճարելու, պարզապես տրոհելու են իրենց բիզնեսը եւ հայտնվելու են իրենց համար չնախատեսված միջավայրում։ Հաջորդ խնդրի մասին էլ իդեպ առիթ եղավ խոսելու, որ պատկերացրեք, որ շրջանառության հարկի համակարգում գործող հարկ վճարողը, որը ազատված է հարկերից, հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրում ավելացված արժեքի հարկ վճարողին։ Ու այդ փաստաթղթի հիման վրա
վերջինս կատարում է հարկման բազայի նվազեցումներ։ Այսինքն շրջանառության հարկվճարողի մոտ հարկային պարտավորություն չի առաջանում, բայց դիմացի կողմը, որը կարող է լինել իրեն փոխկապակցված կամ մի կետից կառավարվող կազմակերպություն, հարկման բազան նվազեցնում է, արդյունքում կամ որպես հետևանք մեր հարկման բազան աղճատվում է, դեֆորմացվում է, որը կարող է բերել լուրջ հարկային կորուստներ, այսինքն խնդրի միայն այն չէ, որ ներկայումս հավաքագրվող 80 միլիարդ դրամ շրջանառության հարկը, որը մեր հարկային եկամուտների 3%-ն է, կարող է չհավաքագրվել։ Խնդիրն ավելի մեծ է այն իմաստով, որ դիմացի կողմ համարվող ավելացված արժեքի հարկ վճարողները կարող են էականորեն այս պլանավորման մեխանիզմներով աղճատել շահութարկի բազան։ Ֆինանսների նախարարությունը նաև բազմիցս նշել է, որ նպատակն է ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ մի կողմից տնտեսվարողների մոտ արդարության զգացում լինի, մյուս կողմից դա զարգացման հնարավորություն տա։ Այս նպատակին հասնելու համար ինչ առանցքային փոփոխություններ, ինչ շնորհություններ են սպասվում։ Շատ ճիշտ ձևակերպեցիք, շնորհակալություն, մեր նպատակը մենք միշտ փորձում ենք այդ հավասարակշռությունը պահպանել, այսինքն մի կողմից ձևավորել եւ մշտապես կատարելագործել մեր ձեռնարկատիրական միջավայրը, ազգային տնտեսության ներդրումային գրավչությունը պահել ցանկալի մակարդակում, որպեսզի ունենանք տնտեսական ակտիվություն, տնտեսական աճ եւ այլն։ Մյուս կողմից մենք բնականաբար որպես հանրային ֆինանսների կառավարման պատասխանատուներ, կառավարիչներ փորձում ենք նաեւ ապահովել պետական բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ եկամուտների մակարդակ։ Առաջին հայացքից թվում է, թե այս երկու նպատակները կարող են մեկը մյուսին բացառող լինել, բայց ստացվում է դրանք համատեղել եւ հենց այդ տրամաբանության մեջ է լինելու մեր առաջիկա տարիների հարկային քաղաքականությունը, որը ինչպես արդեն առիթ եղավ նշելու, կնախանշվի իր առանձին ուղղություններով մեր հայեցակարգային փաստաթղթում։ Ցավոք այս պահին չեմ կարող շատ կոնկրետ խոսել այն հնարավոր փոփոխությունների մասին, որոնք կլինեն առաջիկա 5 տարիների ընթացքում, բայց ես կարծում եմ, որ առիթ կունենանք այդ մասին խոսելու, բայց փոփոխությունները լինելու են այդ տրամաբանության մեջ, այսինքն հարկման միջավայրի հավասարություն բոլոր հարկվճարողների համար, որպեսզի չլինեն արտոնյալներ, չլինեն հարկային բեռի էական տարբերություններ հարկվճարողների կամ հարկային համակարգերի միջև, չլինեն հարկային պլանավորման ագրեսիվ սխեմաներ կիրառելու հնարավորություններ, չլինեն անարդյունավետ հարկային արտոնություններ, որովհետև ի վերջո այս կամ այն հարկային արտոնության գոյության պայմաններում մենք բոլորս դրա գինը վճարում ենք, այսինքն հանրային ծախս ենք կատարում, չենք հավաքագրում, բաց ենք թողնում այդ եկամուտները եւ պետք է մենք հասկանանք, արժե արդյոք այս կամ այն արտոնությունը եղած ձևով պահպանել, թե պետք է իրեն վերանայել, ձևափոխել, որպեսզի դրա շահառուները լինեն առաջնահերթորեն հենց այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք ամենաշատը ունեն դրա կարիքը։ Այս տեսակ հետաքրքիր քննարկումների մեջ ենք եւ կարծում եմ, որ մեզ կհաջողվի մեր հասարակությանը, բիզնեսին առաջարկել հարկային քաղաքականության այնպիսի տեսլական, որը կլինի բոլորին մոտիվացնող, բոլորի ընկալումներում կլինի որպես արդար հարկման համակարգի տեսլական եւ բոլորը սիրով ու պատրաստակամությամբ կվճարեն իրենց հարկերը։ Պարոն Պողոսյան, խոսենք նաև քաղաքացիներին շատ հուզող մի թեմայից, եկամուտների հայտարարագրման մասին է խոսքը։ Արդեն երկրորդ տարին պիտի քաղաքացիները հայտարարագիր ներկայացնեն, ինչ փոփոխություններ են այս տարի լինելու, օրինակ 300,000 դրամի շեմը պահպանվելու է, թե ոչ, ինչ եկամուտներ են ազատվելու հայտարարագրման պարտադիր պահանջից եւ որ եկամուտներ են, որ պարտադիր պետք է հայտարարագրվեն։ Շատ կարևոր հարց է իդեպ, այն իմաստով, որ շուտով մարտի 2-ից սկսվում է այն ժամանակահատվածը, երբ արդեն մեր քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց 2025 թվականի տարեկան եկամուտների հայտարարագրերը եւ օգտվելով առիթից մինչեւ ձեր հարցին պատասխանելը հորդորում եմ, որպեսզի հենց մարտի 2-ից սկսած, այսինքն երբ որ արդեն նախալրացված կլինեն հարկային մարմնի կողմից հայտարարագրերի նախագծերը պատրաստ կլինեն, մեր քաղաքացիները ներկայացնեն հայտարարագրերը, այդ թվում օգտվեն սոցիալական ծախսերը հետ ստանալու իրենց իրավունքից, կրթության եւ առողջապահության գծով սոցիալական ծախսերի մասին է խոսքը,
Անդրադառնալով ձեր հարցին, պետք է հիշենք, որ անցյալ տարեվերջին կարևոր օրենսդրական փոփոխություններ կատարվեցին հայտարարագրման համակարգում, ամբողջ գործընթացը պարզեցվեց, ներդրվեց նշածս նախալրացման ինստիտուտը, երբ որ հարկային մարմինը իր ունեցած տեղեկատվության հիման վրա նախագծում է հայտարարագրերը եւ հայտարարատուին մնում է ընդհանրապես կամ ստուգել ու համաձայնել ոչինչ չանել, որի պարագայում հայտարարագրման վերջնաժամկետի օրը այն կհամարվի սահմանված կարգով ներկայացված, կամ եթե կան որոշակի փոփոխություններ, լրացումներ կատարելու անհրաժեշտություններ, ապա կատարել այդ փոփոխությունները եւ լրացումները եւ ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ, իդեպ ստորագրությունը պարտադիր է նաեւ սոցիալական ծախսից օգտվելու իրավունքը իրացնելու տեսակետից։ Եվ այս պարզեցումների ընթացքում շատ կարևոր փոփոխություններ նաեւ կատարվեցին, այն իմաստով, որ կառավարության իրավասություն վերապահվեց հաստատել նվազեցվող եկամուտների այն շրջանակը, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի, անկախ նրանից ընտանիքի անդամների միջև են կատարում, թե առհասարակ, անկախ կողմերի միջև, եւ երկրորդ այն եկամուտների շրջանակը, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն ինչ որ շեմից վերև լինելու պարագայում միայն։ Հիմա այդ նախագիծը պատրաստվում է, ես կարծում եմ, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում կառավարությունը կընդունի այս փաստաթուղթը եւ մենք կարողանանք հանրությանը ներկայացնել այն եկամուտները, որոնք հայտարարագրման ենթակա չեն, առհասարակ, եւ այն եկամուտները, որոնք հայտարարագրման ենթակա են միայն որոշակի շեմը գերազանցելուց հետո, ես կարծում եմ, որ այդ շեմը կլինի ավելի բարձր, քան 300,000-ն է, սա նաեւ կրկին կգա պարզեցնելու եղած համակարգը, որտեղ շատ գործարքներ պարզապես դրանից ներքև կլինեն, խոսքը միանվագ գործարքների մասին է։ Կրկին ընդգծենք, որ խոսքը չհարկվող եկամուտների մասին է, որտեղ եթե եկամուտը հարկվող է ինքնին, բնականաբար պետք է հայտարարագրվի, որ հարկային պարտավորությունը ձևավորվի ու կատարվի։ Խոսքն այս դեպքում բացառապես չհարկվող նվազեցվող եկամուտների մասին է, այստեղ էլ պետք է խնդրեմ սպասենք իմ գնահատմամբ 2 շաբաթ եւ կունենանք նաեւ արդեն կառավարության այս որոշումը, որը կհանրայնացվի եւ բոլոր հնարավոր խողովակներով իրազեկումը հարկային մարմինը կապահովի։ Այսինքն ամեն դեպքում որոշակի փոփոխություններ կլինեն, 300,000 դրամի շեմը կփոխվի, որոշ եկամուտներ կդառնան հայտարարագրվող, որոնք ոչ հայտարարագրվող։ Այս պահին ըստ էության բոլոր եկամուտներն են հայտարարագրվող, այդ թվում չհարկվող եկամուտները, այդ չհարկվող եկամուտների մի զգալի մասը կդառնա չհայտարարագրվող, մի զգալի մասը կդառնա հայտարարագրվող միայն շեմից բարձր լինելու պարագայում, մի որոշ հատված կշարունակի մնալ հայտարարագրվող։ Այսինքն ինչպես են ընտրվում այդ եկամտատեսակները, որը լինի հայտարարագրվող, որը շեմից վերև լինելու դեպքում լինի հայտարարագրվող, մենք ելնում ենք մեր նպատակից, որն է հայտարարագրման համակարգի ներդրման նպատակը, ունենալ անձնավորված հաշվառման համակարգ, որը անձին լավագույնս կբնութագրի իր ֆինանսական հոսքերի տեսակետից, որպեսզի մենք մեր քաղաքականությունների հասցեավորման ժամանակ կարողանանք ճիշտ ճանաչել այդ քաղաքացուն, հասկանալ, որ խմբին դասվող քաղաքացու հետ գործ ունենք, որ կարիքները կարող է ունենալ այս քաղաքացին, որպեսզի մեր քաղաքականությունները լինեն լավ հասցեավորված, ըստ այդմ արդյունավետ։ Այսինքն խնդիրը քաղաքացուն լավ ճանաչելու մեջ է, որպեսզի պետությունը կարողանա իր քաղաքականություններով հոգալ քաղաքացու կարիքները։ Ցանկանաք որևէ բան հավելել մեր զրույցին։ Կարծում եմ բոլոր կարևոր դրվագներին անդրադարձանք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։